Բարև, ես Սոնա Միսկարյանն եմ, վարում եմ հայոց լեզվի դասընթացը։ Դու գտել ես քեզ հետաքրքրող թեմաների շարքը։ Կարծում ես այսպես ավելի դյուրին է սովորելը, քան դասագրքով կամ այլ ձեռնարկներով։ Թերևս դու չես սխալվում։ Կարող ենք սկսել։ Այսօր կխոսենք դարձվածքների մասին, որոնք ամենահետաքրքիր, ամենագունեղ, ամենահյութեղ արտահայտություններն են, որ կարող են գոյություն ունենալ այս կամ այն լեզվում։ Դարձվածքները իհարկե պաշտոնական խոսքին անհարիր են, սակայն առօրյա խոսակցական լեզվում, նաև գեղարվեստական ստեղծագործություններում նրանք պարզապես անհրաժեշտություն են։ Նրանք են ասես խոսքի աղը։ Նրանք պարփակում են մեծ իմաստություն, որովհետև գալիս են ժողովրդից։ Ժողովուրդն է խոսում դարձվածքներով, իսկ ժողովուրդը իմաստուն է։ Դարձվածքները մեկնաբանելուց առաջ նշենք, որ լեզվում սովորական բառակապակցությունների և նախադասությունների կազմն ամեն անգամ փոփոխվում է ըստ հանգամանքների փոփոխության։ Սակայն կան արտահայտություններ, որոնց անդամների կապը համեմատաբար կայուն է։ Օրինակ, գլուխը կորցնել։ Այս արտահայտությունը միշտ նշանակում է որևէ բանից խուճապի մատնվել։ Կամ այբը բենից ջոկել, այսինքն գրաճանաչ լինել, տառաճանաչ լինել։ Թուղթ մրոտել նշանակում է ապաշնոր կերպով գրել։ Այսպիսի բառակապակցությունները իմաստային առումով միասնական ամբողջություններ են և ունեն գրեթե մեկ բառի արժեք։ Գլխին լապ թափել, անպատվել, նախատել, պարսավել, ծանրութեթև անել, կշռադատել, մտքում քննարկել, դիտարկել լավ և վատ կողմերը։ Օրենքի գերի, օրինապահ, օրենքին հետևող։ Նման արտահայտությունների ներքին կապը հաճախ պայմանավորված է նրանց փոխաբերական ընդհանուր իմաստով։ Փողերի մեջ լողալ նշանակում է մեծ հարստություն ունենալ։ Ափերից դուրս գալ, սաստիկ բարկանալ։ Թմբուկ զարկել, լուրը բարձրաձայն ամենքին հաղորդել, բոլորին պատմել ինչ-որ բանի մասին։ Նման արտահայտությունների միասնական նշանակությունը բաղադրիչների փոփոխության դեպքում կարող է կորչել։ Երկու ոտքը չորս անել նշանակում է շատ արագ քայլել։ Այս արտահայտությունը անհնար է ուղղակի իմաստով հասկանալ, որովհետև չի կարելի ոտքերը կրկնապատկել, խոսքը քայլելու արագության մասին է, ուրեմն արտահայտությունը չի կարելի մասնատել։ Բառերի փոփոխության դեպքում արտահայտության արժեքը իմաստը կկորչի։ Աչքի սուրմա թռցնող, շատ ճարպիկ, նաև գող, ավազակ։ Ականջները սրել նշանակում է ուշադիր լսել, լսողությունը լարել։ Օձի լեզու թափել նշանակում է լեզվի ուժով, ճարտարախոսությամբ համոզել մի բան անել։ Գլուխը լցնել, այսինքն գիտելիք հաղորդել, սովորեցնել։ Նախադասությունները վերլուծելիս կայուն բառակապակցությունները չի կարելի մասնատել։ Մեջներով սև կատու անցնել նշանակում է միմյանց նկատմամբ թշնամանալ։ Գլուխը քորել, մտածել, ինչ-որ բան փորձել մտաբերել։ Աչքերը չորս անել, ուշադրությամբ լսել, հետևել, կենտրոնանալ։ Օրերը հաշվել, անհամբերությամբ ինչ-որ բանի սպասել։ Բերանը ջուր առնել նշանակում է չխոսել, ոչ մի բառ չարտասանել։ Այս արտահայտությունները, սիրելի ունկնդիր, ամեն անգամ նորից չեն կազմվում, նրանք նույնությամբ վերարտադրվում են։ Շատ ավելի հետաքրքիր է այն հանգամանքը, որ հաճախ կարող ենք պատկերացնել այն, ինչ ասում ենք։ Ահա օրինակ
հատկապես նույն բառով սկսվող դարձվածքների մասին է խոսքը։ Աչք ծակել։ Անմիջապես պատկերացնում ենք մեր աչքը մտնել, մեր ուշադրությունը գրավել։ Իսկ ահա աչք փակել, այսինքն չտեսնելու տալ, անտեսել։ Աչքը արյուն կոխել, բարկանալ, սաստիկ զայրանալ, իսկ ահա աչքը կպչել, ննջել, քնել։ Նույն աչք բառով սկսվող այլ դարձվածքներ ևս աչքը կուշտ, այսինքն իր ունեցվածքով բավարարվող եւ հակառակը աչքը ծակ, աչքածակ, այսինքն ագահ, անկուշտ։ Աչքի գրող, ատելի մարդ, հասկանալի է, իսկ ահա աչքի լույս, պաշտելի էակ, այսպես կարելի է անվերջ շարունակել։ Խելքին զոր տալ, մտածել, փորձել ելքը գտնել, ճաղերի հետևում հայտնվել, բանտարկվել, պոչը շարժել, ուրախանալ, մտերմանալ։ Այսպիսով, միասնական իմաստով կապված և նույնությամբ վերարտադրվող կայուն բառակապակցություններն ու արտահայտությունները կոչվում են դարձվածքներ։ Մեկնաբանենք ևս մի քանի դարձվածք։ Ձեռքից գնալ, կործանվել, վատ դրության մեջ հայտնվել, գլուխ պահել, չաշխատել, խուսափել աշխատանքից, ալարել, մատի շուրջը պտտեցնել, խորամանկորեն ճարպկությամբ խաբել, մազերը բիզբիզ կանգնել, վախենալ, գլուխը կախել, վհատվել, թևաթափվել, հուսահատվել, գլուխը բարձր, ինքնավստահ, գոհ, ժամանակ սպանել, նշանակում է ժամանակը անտեղի վատնել, ժամանակ դնել, նշանակում է ժամկետ նշանակել ինչ-որ բանի համար, գրի սևն ու սպիտակը ջոկել, նշանակում է գրել, կարդալ, իմանալ, նկարներն իհարկե հաճախ ընտրված են ուղիղ իմաստներով, սակայն դարձվածքները անհնար է ուղիղ իմաստով հասկանալ, դարձվածքները մեծ իմաստություն են պարունակում իրենց մեջ։ Դուդուկի տակ պարել, մեկի ուզածը անել, մեկի ցանկացածով շարժվել, խրատ տալ, խրատել, ուղղություն ցույց տալ, սովորեցնել։ Գաղտնիք չէ, որ հայերենը անչափ հարուստ է դարձվածքներով, որ ժողովրդի մտածողության արդյունք են։ Օրինակ, բա չես ասի։ Սա ոճական արտահայտություն է, որը գործածվում է մի բան պատմելուց առաջ ուշադրություն գրավելու նպատակով։ Իր գործն իմանալ նշանակում է իր անելիքը գիտենալ, իր գործի մեջ հմուտ լինել։ Փողերի լեզվով խոսել նշանակում է փողի միջոցով ինչ-որ հարցեր լուծել։ Աչքերը պտտեցնել նշանակում է 4 կողմը նայել, ինչ-որ բան տեսնելու համար արագ դիտել շուրջը։ Փողերը տակը դնել նշանակում է փողը պահել, չծախսել, ոչ ոքի չտալ։ Գլուխը չբարձրացնել նշանակում է անչափ շատ գործ ունենալ, գործերը չավարտել։ Ականջին հասնել նշանակում է լուրը, տեղեկությունը մեկին թեթևակիորեն հասնել։ Աչքերը բաց մնալ, այսինքն խիստ զարմանալ, ապշել։ Փողերը քամուն տալ, այսինքն անխնածախսել, փողը վատնել։ Անչափ հետաքրքիր են նաև բերան բառով կազմված դարձվածքները։ Բերանը բաց մնալ, ապշել, զարմանալ, բերանը ջուր առնել, լուռ նստել, չխոսել, բերանը փակել,
թույլ չտալ, որ որևէ մեկը ինչ-որ բան ասի։ Բերանի ծամոն դառնալ, այսինքն բոլորի խոսակցության, բամբասանքի առարկան դառնալ։ Բերանի չափը ճանաչել, այսինքն ավելորդ բաներ խոսելուց զգուշանալ, զգույշ խոսել, խոսքի չափավորությունը պահպանել։ Կարծում եմ այնքան էլ դժվար չէր, և դու մտապահեցիր այս ամենը։ Ես անչափ շնորհակալ եմ ուշադրության համար, և անշուշտ կսպասեմ քեզ հաջորդ դասին։ Ցտեսություն։